Ժողովուրդ, բոլորդ գիտեք Facebook-ով ուղիղ եթեր մտնելու ձևը, ով գիտի։ Չգիտեք։ Մեջն եք։ Այդ դեպքում ով կեսից կմիանա, էլի բան է, բայց ի սկզբանե լիներ լավ էր։ Հենց հիմա ուղիղ եթերով ովքեր մեզ դիտում են Facebook-ում։ Դուք նայում եք ձեր ընկերոջ ուղիղ եթերը, ով այսօր ստեղ կանգնած է պատրաստակամություն հայտնած կերտելու նոր պատմություն, որտեղ կա ազգային արժեքներ ու որտեղ կան պատմական ու իրական հայկական հողերի ճանաչում։ Այն մարդը, ով այսօր կանգնած այստեղ մերժելու ներկայիշխանությունների գործողությունները, որոնք ազգի մեծամասնությունը որակավորում է տարբեր սոցհարթակներում որպես հակահայկական գործունեություն։ Ուստի նա ում ուղիղ եթերը հիմա նայում եք, նա ստեղ է ու պատրաստ պատմություն կերտելու, նա ստեղ է ու ներկա է վերածննդի շարժման մեկնարկին։ Ձեր Facebook-յան ընկերոջ, անձամբ իմ, ստեղ հավաքված բոլորի, Լույսի բանակի յուրաքանչյուր անդամի անունից, խնդրում եմ բոլորիդ առանց մի րոպե տատանվելու, գալ ու միանալ մեզ։ Այսօր մեզ սպասվում է պատմական իրողություն, երթում ու դրա հավատարմության պահպանում ինչքան դա պետք լինի։ Ուզում եմ տեղեկացնել, որպեսզի բոլորդ վստահ լինեք, որ Լույսի բանակը հայոց պատմության մեջ այս րոպեից սկսած բացում է նոր գլուխ, տոկոնության, վճռականության ու հաստատակամության գլուխ։ Դրա կերտողը ձեզանից յուրաքանչյուրը պետք է լինի, հակառակ դեպքում էջը կմնա մաքուր կամ առանց ձեր անունների։ Մենք հայ ենք, մենք նույն միս ու արյունն ենք։ Տանը նստելով երբեք Հայաստանը իրականում բարգավաճում չի ապրի, Հայաստանը օնլայն չի, Հայաստանը իրական է, Հայաստանը պայքարելու է, Հայաստանը դիմակայելու է, Հայաստանը լինելու է, Արցախից մինչև Կիլիկիա, Հայաստանը հավերժ է, կոչ եմ անում յուրաքանչյուր հայի, ով հիմա նայում է ուղիղ եթերը, րոպե առաջ միացեք մեզ, մեր հաջորդ քայլը կախված է բացառապես քանակությունից, ձեզանից յուրաքանչյուրից, Հայաստանն ունի ձեզանից յուրաքանչյուրի կարիքը, հիմա ստեղ ազատության հրապարակում, մենք դուրս ենք եկել, ու մինչև չունենանք հաղթանակ մենք տուն չենք գնալու, մենք մնում ենք մինչև հաղթանակ, որքան շուտ մեզ միանաք, այնքան շուտ մենք կարձանագրենք մեր հաղթանակը, Լույսի բանակի շարժումը բացառիկ է նրանով, որ չունի ոչ մի կանգար, ոչ եղանակային, ոչ առողջական, ոչ էլ առավել ևս որևէ բանից հուսահատվելու կամ մտափոխվելու։ Իրական հայեր, բոլորդ դեպի ազատության հրապարակ, սա վերածնունդը լինելու է միայն ձեզանով, ովքեր հավաքվել են ազատության հրապարակում, ովքեր հիմա ստեղ ներկա են, ուղղակի անցորդներից մինչև սրճարանների այցելուներ, ազատության հրապարակը հենց հիմա ունի բոլորիդ կարիքը, հայրին մոտենալը, միանալը, աջակցելը ամոթ չի, սա քաղաքական պայքար չի, այս պայքարը իշխանության համար չի, այս պայքարը մեր գոյատևման, մեր անվան վերականգնման, մեր արյան կանչի, աշխարհում մեր դիրքի վերականգնման, մեր ինքնասիրության ու պատվի համար է, ու սա մեզ կապող օղակն է, մեր նպատակը իշխանությունը չի, մեր նպատակը աթոռը չի, յուրաքանչյուր բան իշկա մեր կյանքում, նույնիսկ աթոռն ու իշխանությունը, դա ընդամենը միջոց է, ինչպես հենց հիմա այս խոսափողը, որով խոսում եմ, միջոց, որպեսզի վերջապես տեսնենք իրար, եթե նույնիսկ իրար վրա չենք նայում։ Սիրելի հայ ազգ, տեսեք լույսը, որը միակն է, վստահեցնում եմ ձեզ, այս խոսքերը միգուցե մի քանի տարի հետո ձեր թոռները լսեն հասկանալով, բայց ես ուզում եմ, որպեսզի դա հիմա հասկանաք դուք, հայ ազգը, Հայաստանը, հայոց պատմությունը,
իր արդեն մթության մեջ կորած ներկայով, ունի ընդամենը մի լույս, մի շող, դա մենք ենք, դա ձեզանից յուրաքանչյուրն է, ով մի կողմ դնելով քաղաքական հայացքները, ով մի կողմ դնելով յուրաքանչյուր քաղաքական գործչի իր սատարումը, բոլորից առավել սատարում է ու սիրում է Հայաստանը, ոչ մի քաղաքական գործիչ չի կարա սիրվի ավելի շատ, քան մեր հայրենիքը, ուստի այսօր փրկության միակ ճանապարհը մերժելն է բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ներազդեցություն են ունեցել, երբևէ ազդեցություն են ունեցել Հայաստանի կործանման, անվան անկման ու հայ արժանապատվության խախտման մեջ։ Ամեն ինչից առաջ հայրենիք, ամեն ինչից առաջ Հայաստան։ Ու ես խնդրում եմ, հիմա ովքեր դեռ նայում են Facebook-յան եթերը, մեր հայրենակիցների, ձեր Facebook-յան ընկերները ստեղ են, բոլորը սպասում ենք ձեզ։ Թերևս այս եթերի համար այսքանը ես վստահ եմ, որ կարիքը չկա ավելի մանրամասնելու, ինչ կատարվում է բացատրելու կարիք չունի, յուրաքանչյուր adekvat մարդ դրսգում է իր մաշկի վրա, այդպես գալով, ովքեր ես 30 ու ավել տարիների ընթացքում եղել են անտեսված, դժգոհող ու արհամարվող, չգնահատված, չլսված, չհասկացված, հիմա ձեր ժամանակն է, բաց թողելով այս պահը այլևս երբեք ու ոչ մեկ ձեզ չի տանելու այն ճանապարհով, որով պատրաստ ենք տանել ձեզ մենք, մեզ պետք է քանակություն, ձեզանից քանակ, մեզանից երաշխիք, ես ուղղակի որպես հայը հային, եթե ամեն հայ իր կյանքում գոնե մի անգամ ունի հնարավորություն կամ իրավունք դիմելու իր ազգին, ապա ես հիմա օգտվում եմ այդ իրավունքիցս ու դիմում եմ յուրաքանչյուր արյամբ ու էությամբ հայի գալ միանալ մեզ, բոլորդ միշտ ասել եք, որ սրան չկա լուծում, որ բոլորը ուղղակի ջուր են ծեծում, որ չգիտեմ քայլերթեր են ուղղակի անում, մենք պատրաստ ենք առանց օրենքը խախտելու, առանց սահմանադրական կարգը տապալելու, շատ կարճ ժամանակում հասնել արդյունքի, բոլորիդ բաղձալի երազանքն է Նիկոլի Բերանից լսել տեքստ, որտեղ ինքը հրաժարվում է Հայաստանի ղեկավար լինելուց, դրա համար կանգնեք ձեր երկու ոտքի վրա, մեր հետ ստեղ ազատության հրապարակում, ձեզանից քանակ, մեզանից երաշխիք, ու թերևս այս եթերները կարակ անջատեք, եթե ուզում եք, ես վստահ եմ, որ կեժամ ու մի ժամից այս քանակը կավելանա, ու մենք մի քայլով կմոտենանք մեր հաղթանակին, մեր հաղթանակը պատկանում է բացառապես էությամբ հայերին, գենետիկորեն էլիտար հայերին, մաքրամաքուր հայերին, հայամետ հայերին, ու կխնդրեմ նաև բացի եթերները, ոնց ու ինչ ձև գիտեք մարդ կանչելու, սա մեր վերջին հնարավորությունն է, մի խափնվեք ոչ այս միկրոֆոնին, ոչ որպես բեմ մի քիչ բարձր կանգնելուց, ես ձեզանից մեկն եմ, ես ձեր ծառան եմ, որը պատրաստ է առաջնորդել ձեզ ծառայելով, ուստի կանչեք բոլորին ում կարող եք, սա մեր վերջին պայքարն ու կռիվն է, այլևս հնարավորություն չի լինելու։ Ես ուզում եմ, որպեսզի հենց հիմա ովքեր ներկա են ստեղ, պատրաստ ենք միասին երթվելու։ Ես դիմում եմ նաև ոստիկաններին, իմանալով, որ ծառայությունը թույլ չի տա, որպեսզի մեզ հետ բարձրաձայն երթում ուտեն։ Սիրելի ոստիկաններ, ես վստահ եմ ու խնդրում եմ ձեզ, ձեր մտքում կրկնեք այն ինչ կկրկնենք ազգովի, բոլորով, սիրելի ժողովուրդ, ոստիկանը իր մտքում, իսկ մենք բարձրաձայն, ես կկարդամ, դուք կրկնեք ու հավատարիմ կմնանք այս երթումին, ես
որպես Ղափանի, Գենվազի, Գողթանի ու Բաղավերդի ռազմական դիկտատոր Գարեգին Նժդեհի բանակի նվիրյալ զինվոր երդվում եմ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության մեծ հայրենասեր Դավիթ Բեկի պատգամներին մարտնչել հանուն Հայաստան աշխարհի մարտնչել մինչև վերջին շունչը մինչև արյան վերջին կաթիլը հանուն Հայաստան աշխարհի հանուն հայրենիքի Դավիթ Բեկաբար երդվում եմ Ես ուզում եմ որպեսզի մեր յուրաքանչյուր քայլ արձագանքի տիեզերքում որպես երդման պահապաններ ու պահողներ մեր պապերն են ասել ովքեր ինձանից շատ ավելի տարիքով են կհիշեն որ երբ հայը ոտքի է կանգնում նույնիսկ հողն է դղրդում իսկ ինչի չդղրդացնենք այդ հողը հենց հիմա մեկ ժողովուրդ վայելեք սա մեր քայլերի ձայնն է որ արտացոլվում է թե ընդերքում թե տիեզերքում մեկ սա վերածնունդը սիրելի հայեր հիշեք այս ժեստը յուրաքանչյուր հաղթանակից առաջ սկզբի համար դեռ փոքր մենք կրկնելու ենք այս քայլը այս քայլը ունի հզոր ուժ մեր պապերը մեզանից խելացի են եղել գիտեին ինչ են ասում ուզում եմ տեղեկացնել ձեզ որ մենք նույնիսկ այսքանով ծրագրավորած ու պատրաստ քայլերի հասանք ստեղ ու տեղեկացանք որ ինչպես միշտ Նիկոլի բնավորությանը բնորոշ կերպով ինքը Սյունիքում է Հիմա հերվից հետևում եմ մեզ, ես վստահ եմ լսում էլ է Ես դիմում եմ ուղիղ Նիկոլին Ոնց էլ չլինի դու լսում ես Դու զգում ես այն քայլերը որ հիմա ստեղ արվեցին Սա հաղթական ճանապարհի առաջին քայլերն են Նիկոլ մենք քեզ ցույց կտանք համառությունը որն է Դուխովը որն է Դուխովը գլխարկին չի այլ մեր սրտերում ու ես կոչ եմ անում քեզ հիմա այդ հեծանիվ ու ընդհանրապես հայրենիքի հետ կապ չունեցող գործողություններդ դադարեցնես ու փորձես վերադառնալ Երևան ինչի համար փորձես որովհետև հիմա եթե ես դեռ շարունակում եմ մնալ ուղիղ եթերում դիմում եմ մեր բոլոր սյունեցիներին ստեղ ներկաների բոլորիս անունից ողջունում ենք մեր Սյունիքի հայրենակիցներին ու ձեր աջակցությունը մեզ սիրելի սյունեցիներ կարող եք ցույց տալ հետևյալ քայլով Ցույց տալ նաև Նիկոլին մեր միասնականությունը ու մեր ուժը Նիկոլը փորձելու է վաղը կամ մյուս օրը գալ Երևան Ինքնակազմակերպվեք նորից եմ շեշտում առանց օրենք ու սահմանադրություն խախտելու Ցույց տվեք Նիկոլին որ եթե դուք ուզենաք Ինքը Երևան չի գա, որովհետև ճանապարհը կլինի փակ։ Սա կլինի մեր շարժման առաջի քայլը։ Ցավոք դա չեղավ Երևանում, դա լինելու է Սյունիքում, որովհետև ամեն ինչ ծրագրավորած դուրս ենք եկել ստեղ
ու մոռացել էինք ընդհանրապես մի փոքր նյուանս, որ Նիկոլը հայի միասնականությունից վախում է ու կարա Երևանում չլինի։ Ու ինչպես տեսնում եք, նա հերթական անգամ դա հաստատեց, ինքը հիմա Սյունիքում է։ Իբր տեղյակ չի վերածննդի շարժումից, իբր ոչ լսել է, ոչ գիտի, ոչ ճանաչում է, հեծանիվ է քշում։ Ոչ մեկը, հայեր ջան, չխափնվեք այդ ժեստերին։ Դա ժեստ է, որպեսզի ձեզ ցույց տա, իբր իր համար մեկ է, իբր ինքը հզոր է, իբր մենք ոչինչ անել չենք կարող։ Ես ձեզ վստահեցնում եմ, ամենահզորը հիմա ստեղ ձեզանից յուրաքանչյուրն է, ու որքան մենք շատ, այնքան մենք ավելի հզոր։ Ու մեր երդմանը հավատարիմ։ Ես կհիշեցնեմ ձեզ մի բան, երբ 18 թվին Նիկոլը դուրս եկավ փողոց ու երգում էր ես մենակ չեմ, հիշում եք։ Դա բնորոշ է վախկոտ մարդու։ Ես միշտ կոչ եմ արել իմ կողքը հավաքվեն այն մարդիկ, ովքեր մենակ են, ովքեր պատրաստ են միայնակ պայքարը տանել մինչև հաղթանակ։ Դա նշանակում է, որ եթե նույնիսկ հիմա ստեղից բոլորը կամ փախչեն կամ գնան, մնաք մենակ դուք ձեզանից որևէ մեկը, դուք կմնաք մինչև հաղթանակ։ Ես այդպիսին եմ։ Ու ես մնալու եմ մինչև հաղթանակ։ Ու կոչ եմ անում ձեզանից բոլորին, ովքեր ինպես ունեն խիզախություն ասելու, որ ես մենակ եմ, շրջապատենք մենք մեզ այդ միայնակ պայքար տանելու ջիղ ունեցող հայերով ու մնանք մինչև ոչ թե վերջ, մնանք մինչև սրանց վերջը ու մեր հաղթանակը։ Սա մեր սկիզբն է, սա հայ ազգի սկիզբն է, առանց նախկին ու ներկա հզոր Հայաստան կգա, այդ Հայաստանը բերելու եք դուք։ Նենց որ հայեր ջան, մենք ստեղ ենք դեռ շատ երկար ու այն մարդիկ, ովքեր դեռ մեզ չեն միացել, իմացեք, որ ինչքան երկար մենք մնանք ստեղ, դրա այդ ժամանակի երկարացման միակ պատճառը ձեր ստեղ չգտնվելն է։ Ես վստահ եմ ձեզանից շատերն են նայել եղանակը, ինձ էլ էին հուշում, որ անձրև օրը հետաձգեք եւ այլն։ Ես տեսանյութ արեցի, դուք հիշում եք, որ ասեցի մեր միասնականությամբ անձրև չի էլ գա։ Բան կա ցույց տալու, ապացուցելու։ Մեր միասնականությունը ուժ է, դա հզորություն է։ Մենք մի ընտանիք ենք։ Չկա տավուշեցի, արցախցի, երևանցի, վայքեցի, սփյուռքից, բոլորս հայ ենք, բոլորս ունենք ընդամենը մի տուն, որի հիմքերը խարխլված են։ Ու միայն մենք կարանք վերակառուցենք հանուն մեր աճող սերնդի, հանուն մեր երեխաների, ուրիշի երեխա հասկացողություն չկա, բոլորիս երեխաները բոլորինս են, ձերը իմն է, իմը ձերը, հանուն մեր ժառանգների, մեր պապերի հիշատակի, հանուն Գարեգին Նժդեի հիշատակի, հանուն ազգային հասկացողության, ազգովի բոլորս մի ընտանիք ենք, ես այս վարկյանին, բոլոր նրանց հետ, ովքեր վատ մտքով չեն ստեղ կանգնած, ես ձեր հետ կնքում եմ եղբայրություն, մենք մի ընտանիք ենք, դա հստակ իմացեք, ու այս պահի խոսքիս ամենավերջում, ես ուզում եմ դիմել և ոստիկանությանը, և ձեզ, յուրաքանչյուրդ ձեր կողքինին եղեք ուշադիր, եթե կտեսնեք, որևէ մեկը պատրաստվում է ինչ սադրանքի, թե մեր հանդեպ, թե ոստիկանի հանդեպ, թե իր կողքի կանգնածի հանդեպ, ես սա նաև տեղեկացնում եմ ոստիկանությանը, որ տվյալ մարդը վերածնունդ բառի հետ անգամ կապ ունենալ չի կարող, դա մեզանից մեկը չի, ուստի իսկույն նրան չեզոքացնում եք հանձնելով ոստիկանությանը, սա հստակ պայմանավորվենք, ու մեր երդմանը հավատարիմ շարունակում ենք մնալ, պարբերաբար ես կտեղեկացնեմ ձեզ համ մեզ միացած մարդկանց մասին, համ մեր քանակի, համ ունեցած հաջողության, քիչ հետո ես կկապվեմ Սյունիք, ինչ-որ մեկը, ով ունենք, մեկը, որ կասկածում է սյունեցիների վճռականության վրա,
Ես չգիտեմ ինչի է Նիկոլ ընտրել հենց Սյունիքը, բայց ասում աստեղ մեր կողմից էր, լավ է։ Սյունեցիները ցույց կտան մեր ուժը, միասնականությունը ու համառությունը։ Այս պահի համար այսքանը ես տեղ եմ, բոլորը տեղ եք, շփման համար դեռ ժամանակ ունենք ու մենք սպասում ենք քանակության։ Եվս մեկ անգամ հիշացնեմ ու ովքեր չեն լսել տեղեկացնեմ։ Դեռ մայիս ամսից ես տեղեկացնում եմ, որ ամեն ինչ կախված է քանակությունից։ Ամեն ինչ միասին անում ենք հիմա, որպեսզի այս քանակությունը մի անգամից շատանա ու ուղղակի իզուր ժամանակ չկորցնենք։ Բոլորս միասին ի գործ, մինչև հաջորդ տեղեկությունով կդիմեմ բոլորիդ։ Մենք միասին պետք է հիմա ավելացնենք այս քանակությունը։ Ու նաև Սյունիքից ստացված լուրերով կկիսվեմ բոլորիդ հետ։ Հայր ջան, ես ձեզ շատ եմ սիրում։ Ես Հայաստանը ինձանից ու ամեն ինչից շատ եմ սիրում։ Ես երջանիկ եմ, որ իմ ընտանիքը ամենամեծն է։ Ձեզանից յուրաքանչյուրը իմ ընտանիքի անդամն է։ Ու սա այն խոսքերից չի, որ ականջում եմ, սա զգացողությունն է, որի 1%-ն եմ արտահայտում։ Ճիշտ է, սպասում ենք մեր ընտանիքի մյուս անդամներին, բոլորին, բայց վստահ եմ, մի ժամ հետո այս քանակությունը կլինի ավելի շատ։ Մենք ինքներս մեզ հիմա կապացուցենք, որ միասնական աշխատանքը տալիս է արդյունք։ Ոչ թե վերածնունդ լինելու է, վերածնունդ արդեն եղել է։ Այն բաները, որ ես ստանում եմ հիմա, դա խոսում է մենակ մի բանի մասին, որ սրանք իրանց պարտությունը ճանաչել են։ Ժողովուրդ, չեմ կարա շատ բան բացեմ, բայց դուք ուղղակի չեք պատկերացնի խուճապից ինչ էր գալի ինձ, որ դուք հասկանում եք, մենք անկառավարելի ենք, չկա որևէ քաղաքական ուժ, որը ինձ կամ ձեզ, մեզ կառավարում է, ուղղորդում է, թելադրում է, արգելում է, թույլ է տալիս։ Այդ ամենամեծ սրանց խուճապի պատճառն է։ Ու դրա մասնիկը ձեզանից յուրաքանչյուրն է, ու պատմություններ կերտվում են միմիայն ժողովրդի այդ զանգվածով, որոնք կառավարվում են բացառապես իրենց արյան կանչով, Աստծով ու ազգային միասնականությամբ։ Գարեգին Նժդեհը եզակի անհատ էր, որից ունենալու համար յուրաքանչյուր ազգ կտար շատ ու շատ բաներ։ Իսկ Աստված մեզ տվել է Գարեգին Նժդեհ։ Սա Գարեգին Նժդեհի վերածննդի բացառիկ հնարավորություն է, որով կմեծանան մեր եկող սերունդները։ Այսօր պետական մակարդակով Գարեգին Նժդեհի դեմ գնում է հակահայկական քարոզ։ Բազմիցս դրան անդրադառնալով, բանավեճերի կոչ անելով, ես տենց էլ արձագանք չստացա։ Գիտեք ինչի։ Որովհետև Գարեգին Նժդեհի դեմ խոսացողները վախկոտ են։ Ու ես մինչև հիմա զարմացած եմ այդ համառորեն պնդումների ու շարունակական քարոզների վրա, որ այս իմ հետևի շենքից հանում են ազգային բառը վերափոխելով համապետական, եթե չեմ սխալվում, այսինքն ազգային օպերայի և բալետի շենքի անվան մեջ մարդկանց խանգարում է ազգային բառը։ Գարեգին Նժդեհի ազգայնական գաղափարները ոմանց թվում են ու անպատասխանատուորեն որակավորվում են որպես ֆաշիստական։ Այն դեպքում, որ նորից եմ ասում, չկա աշխարհում որևէ ազգ, ով չտար շատ ու շատ բան, որ մի Նժդեհել ինքը ունենար, մենք ունենք։ Ու չպայքարել այս իշխանության դեմ, դա նշանակում է ուրանալ մեկին, ով նույնիսկ մինչև ձեր ծնվելը ձեզ սիրել է, սիրում է հիմա, ներում է միշտ, միգուցե և ապերախտ անվանելով։ Ու հանուն շնորհակալության, հանուն պատվի բարձրացման,
հանուն հիշատակի Գարեգին Նժդեհի ու այն գաղափարախոսության, որը ինքը թողել է մեզ։ Այս հրապարակը պետք է ժամ առ ժամ լծվի ու պայքարի այն իշխանության դեմ, ով կասկածի տակ է դնում մեր ամենասուրբը ցեղասպանության փաստը, ում իշխանությունը իր կադրերով հանդերձ, եթե կրոնի մեջ կա բարձրագույն կերպար ու դա Աստված, ապա ազգայնականի մեջ դա Նժդեհն է, դա եւս դրվում է կասկածի տակ։ Հայր ջան, մենք այդ մերվող ժողովուրդն ենք, մենք այդ ամենը լուր տանող ազգն ենք։ Ինչ է եղել ձեզ, հայեր, ումից եք վախենում, ինչի համար ենք տատանվում, ու առհասարակ մեկս մեկիցս ինչ ենք ուզում, լավ իմացեք, այս աշխարհում ամբողջ տիեզերքում ձեր Տերը ձեր կողքի կանգնած մարդն է հենց հիմա, մենք ենք իրար Տեր, ձեզանից յուրաքանչյուրը Տեր է ինձ, ես Տեր եմ ձեզ, ուրիշ Տեր չունենք։ Դե չեմ խոսում բարձրալի մասին, բարձրալի ապավինելով կամքին բարձրալի, մենք իրար Տեր ենք լինելու, ուրիշը չկա։ Ես ձեզ չպահեմ, ոչ մեկ չի պահելու, ինձ չպահեք դուք, չի պահի ոչ մեկ։ Այս աշխարհում մենք մենակ ենք, հայր ջան, դա հստակ իմացեք։ Մենք մենակ ենք, ու դրա հետ մեկտեղ ամենահզորը հայը բացառիկ է նրանով, որ աշխարհում ինքը միայնակ է ու կարա ծնկի բերի մի ամբողջ աշխարհ, եթե հասկանա ընդամենը մի պարզ բան, որ իր հայի մեջ պետք է գտնի ոչ թե տարբերություն, այլ նմանություն, հարազատություն, հայից առավել չի ոչ մի քաղաքական ուղղվածություն, քաղաքական գործիչ, կուսակցություններ, որոնք բացվում են ու բուծվում են բացառապես ձեզ պառակտելու համար։ Հավատացյալ մարդը գիտի Աստվածաշնչից, փողոցային մարդը գիտի փողոցից, քաղաքականության մեջի մարդը գիտի քաղաքականությունից, որ նույնիսկ ամենաբարձր պաշտոնյաները, ամենահարգված տղեկը, Աստված, ազգայնական գաղափարների կարողները բոլորը գիտեն հստակ, որ կուսակցությունները, որոնք գերազանցում են նորման, չարիք են։ Մենք այսօր քաղում ենք այդ չարիքի պտուղները։ Մեր պայքարը համահայկական է, բայց մի հատ նայեք քանի հոգի ենք, քիչ չենք, բայց միթե ամբողջ համահայկական գաղափարի պայքարի շուրջ հավաքվողների թիվը էս է։ Ես վստահ եմ, որ ոչ, բազմիցս խաբված մարդիկ հենց այդ մեզ պառակտելու միտումով բացված կուսակցությունների լոլոների պատճառով հավատները կորցրած հիմա նստած եթերներով նայում են, որ հասկանան, բա մենք ինչ ենք անում, առանց գիտակցելու, որ եթե իրանք չմիանան, դժվար էլ մի բանի ականատես լինեն, մի անգամ ու վերջնական բոլորով կանգնում ենք ոտքի, միանում ենք իրար ու կերտում ենք հաղթանակ, անխուսափելի հաղթանակ։ Այսօրվա իշխանությունները այն կազմը չի, որ դիմադրի ձեր համառությանը։ Այսօրվա իշխանությունները երևի երբեք անգամ սեփական տանը ղեկավար չեն եղել, ոնց կարան ղեկավարեն ձեզ, ինձ, մի ամբողջ ոստիկանական համակարգ, պաշտպանության նախարարություն, ուժային կառույցներ, հայր ջան, ոնց։ Մենք ազատ ենք մեր գործողություններում, ի տարբերություն ուժային համակարգի։ Այդ մարդիկ ծառայության են։ Ու մինչև այդ ուժային համակարգերին մեղադրելը, եկեք ելնելով սեփական պատասխանատվությունից, մի պահ մտածենք, հիշենք ու հասկանանք, որ նրան, ում իրանք ծառայում են, բերել ենք բոլորս մեր լռությամբ, մեր թույլ հակադրությամբ,
էլ չեմ ասում մարդկանց, ովքեր առանց մի բան պատկերացնելու կամ իմանալու ուղղակի գնացել ու ձայն են տվել։ Հիմա յուրաքանչյուրիս պարտքն է, այն ով գործել է այդ սխալը ուղղելու, ով չի գործել այդ սխալը կանգնելու ոտքի վրա ու պահանջելու, որպեսզի մարդիկ միանան ու շատ արագ ժողովուրդ ժամերի հարց է, ովքեր մեզ նայում են հիմա տնից, ես նորից խնդրում եմ, միացեք, ապահովեք քանակ, հաղթանակը ժամերի հարց է լինելու, մի նստեք տունը, մի նայեք ու մի սպասեք, միակ լուսավոր պայքարի, որը ոչ կարճած է, ոչ կախված է, ոչ կապ ունի որևէ ներկա կամ նախկին իշխանության հետ։ Մենք ուղղակի հայ ենք ու պայքարում ենք ոչ թե իշխանության, այլ մեր պատվի ու գոյության համար։ Միացեք այդ հաղթանակը կերտենք, բարդ բան չկա։ Այս հողի վրա տարիներով թափվել է արյուն, որպեսզի մենք ունենանք այս հնարավորությունը մի տեղ հավաքվելու ու շարունակելու այդ պայքարը։ Եկեք չուրանանք այդ թափված արյունը ու գնահատենք այն ընծան, որ այսօր այդ թափված արյան արդյունքում ունենք տարածք, որտեղ կարանք հանդիպենք ու գնանք հաղթանակների։ Չուրանանք ոչ մի հաղթանակ ու ոչ մի թափված արյուն։ Սա մեր հողն է, սա Գարեգին Նժդեի հողն է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ թե Սերժ Սարգսյանի, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, սա յուրաքանչյուր հայ քաղաքացու հողն է, յուրաքանչյուր հայ տերն է Հայաստանի, ոչ թե ինչ-որ քաղաքական ուժ, չկա մի կուսակցություն, որը տեր է այս հողին ու ջրին։ Այս հողի ու ջրի տերը մեր պապերն են, մենք ենք ու մեր երեխեքը։ Մենք մերժում ենք ներկա ու նախկին իշխանություններին, որոնք ունեին հնարավորություն ազգի կողմից վստահված տարիներ արդարացնելու այդ վստահությունը, իսկ մենք ստացանք ինչ, գույք պարտքի դիմաց Քոչարյանից, թե ծախված Արցախ ու զոհեր Նիկոլից, որն ենք ստացել, ինչ ենք ստացել, ցեղասպանության փաստը կասկածի տակ դնել, այսքանից հետո դուք ոնց եք կարողանում նստել ու մնալ տանը, հայեր ջան, ովքեր անցնում են հիմա այս ժողովրդի մեջքի հետևով, սիրելիներս, հարազատ հոգիներ, ոնց եք կարում մնաք անտարբեր, Պաշտպանության նախարարության աշխատակից իրական հայ տղեկը, ովքեր ստիպված ծառայում են այն գերագույն գլխավոր ղեկավարներին, ովքեր ոչ իրանց չափ արած ունեն, ոչ հասկացած, ոչ տեսած, ոչ պատկերացրած, մեղք չունեն, ու նույնը ոստիկանության մասին կարամ ասեմ, տարված սխալ քարոզները, որ պանայում հայ չկա, որ ոստիկանը թուրք է, ես չգիտեմ, բոլորը մեր հայերն են, ու մեր բոլորիս պատճառով, մանավանդ նրանց, ովքեր հիմա տնից ուղղակի լուր հետևում են, մեր բոլորիս պատճառով են, ծառայում նրանց, ում իրանք էլ տանել չեն կարում, հայեր միացեք հանուն մեր զինվորի, մեր պնայում աշխատող իրական հայերի, ոստիկանությունում աշխատող հայրենասերների, ամեն ինչ կախված է մեզանից, այդ կառույցները ոչինչ անել չեն կարող առանց մեզ, ովքեր նայում են հեռվից, առանց մի վայրկյան կորցնելու, հենց հիմա դուրս եկեք տնից ու եկեք Ազատության հրապարակ, որքան շուտ գաք, այնքան շուտ համայն հայությունը կցնծա իրական, մաքուր, ոչ կուսակցական հաղթանակով, ինչ է ձեզանից գնում, եթե հիմա գաք,
Վախում եք ինչից, ձեր կուսակցական ընկերներից, ովքեր այլևս չունեն Հայաստանում ապագա, որովհետև ապագան այս վարկյանից սկսած մերն է, սա մեր ժամանակն է, սա նոր ժամանակներ են, որոնք պաշտում են ազգայինը, որոնք պաշտում են ցանկացած հայ սրբություն, որոնց հետ ձեր սիրելի կուսակցությունների 99%-ը չի կարա մերվի, որովհետև բոլորը բուծված են այն ուժերով, ովքեր ատում են հային, ատում են հայի ազգայինը։ Ու գիտեք ինչի են իրանք մինչև հիմա հաղթել, որովհետև դուք չեք վստահում ինձ, չեք վստահում ձեր կողքի հային, ատում եք ինձ, ատում եք ձեր հարևանին, ատում եք նույնիսկ ձեր արունակից բարեկամին։ Ժամանակն է սիրով միավորվելու, առաջի հերթին սեր հայրենիքի հանդեպ, դրանից է ծնվում սերը անձերի հանդեպ, հայի հանդեպ, ազգի հանդեպ։ Ինչ հայրենասեր եթե չի սիրում ազգը, ինչ ազգասեր եթե չի սիրում հայրենիքը։ Մենք բոլորս կապված ենք ու միացված ենք ընդհանուր սրբություն ունենալով։ Առանց հիմքի, առանց որևէ փաստի, պատճառի, առանց որևէ իրավական կամ բարոյական կամ պատմական իրավունքի մտել են մեր տուն, Հայաստան ու ինչ ուզում անում են։ Ալիևն ում շուննա, որ հայ ազգի վրա մատ թապտա, մեղավորը ով է, առաջինը ես, հետո յուրաքանչյուրդ, որ ինձ հիմա լսում եք, մանավանդ նրանք, ովքեր ներկայել չեն, մի մեղադրեք ոչ մեկի բացի ձեզանից, Հայաստանի համար ամենամեծ պատասխանատուն, դա դուք եք, ես եմ, ձեզանից յուրաքանչյուրն է, մենք բոլորս ազգովի, կայացած ու հասուն մարդիկ ենք, իսկ որքանով է հարիր ու պատշաճ, հասուն ու զարգացած մարդու համար, մեղքը գցել սրա նրա վրա, որպեսզի վատ տրամադրությունից ախորժակը չփակվի ու մի անգամ էլ մի կուշտ փորով անիմաստ հաց ուտի։ Ժողովուրդ, նեղություն տվեք ձեզ, միացեք մեզ, հետո բոլորս մի մեծ հաղթական քեֆի սեղանի շուրջ մի կուշտ հաց կուտենք, հիմա դրա ժամանակը չի, հիմա պայքարի ժամանակն է։ Ես ոչ միայն վստահեցնում եմ ձեզ, նաև ուզում եմ հարցնել, եթե ոչ հիմա, եթե ոչ մենք, կարող է ձեզանից մեկը ինձ պատասխանել, ապա երբ ու ով։ Սա հայոց պատմության մեջ բազում տասնյակ տարիների ընթացքում, երևի դարերի, եզակի միակ ու վերջին հնարավորությունն է մաքուր հայի պայքար տանելու։ Հիմա շատերդ կասեք, ասում ես անկուսակցական, բայց ձեր կազմակերպության դրոշը ամենուր է։ Սա մեծ հայքի դրոշն է, սա Արտաշեսյանների դրոշն է, այս դրոշի ներքո Հայաստանը եղել է մեծ հայք, ու հենց այս դրոշով մեծ հայքը պիտի վերականգնվի։ Ես խնդրում եմ ձեզ, ես պահանջում եմ ձեզանից, ու նորից խնդրում եմ ձեզ, ովքեր հիմա ստեղ չեն, ովքեր հիմա
Ժողովրդի մեջքի հետևով ուղակի անցնում են։ Հայեր, այս ամեն ինչը ձեր ծնողի, տատերի, պապերի ու երեխեքի համար է։ Ես ձեզ խնդրում եմ սա գիտակցել ու միանալ են պայքարին, որը նաև հանուն ձեզ է, որովհետև մենակ ձեր միանալով կարող եք այս պայքարը հասցնել հաղթանակի։ Ու ոնց որ ասում էր Գարեգին Նժդեհը, ես չեմ ուզի, ես երբեք չեմ ուզի, որպեսզի ստիպված լինեմ մի օր գրել կամ արտահայտել հետևյալ բառերը, որ ժողովուրդ ուղարկի քո ամենալավ մասնագետներին, որ իր բութ գործիքով հանի աչքերս, որ չտենան բարոյական անկումդ։ Ես չեմ ուզենա համաձայնվել Նժդեհի հետ, որ հայ ժողովուրդը ապերախտ է։ Գարեգին Նժդեհին ամենամեծ նվերը, որ մենք կարանք մատուցենք, մեծագույն նվերը Գարեգին Նժդեհին կլինի այն, որ մենք ապացուցենք իրան, որ ինքը սխալվել է, երբ ասում էր ապերախտ ժողովուրդ։ Ավելի մեծ ցնծություն ցեղակրոն հայի համար, Նժդեհի գաղափարները առաջ տանող հայի համար, ազգայինը գնահատող հայի համար, պապերի հիշատակը վառ պահող հայերի համար, մեծ հայքին ձգտող հայերի համար, հայ ազգի միասնականության մասին երազանքով քնող ու զարթնող հայի համար, չկա ավելի մեծ ցնծություն, քան այն, որ բոլորս համոզվենք, որ մենք ապերախտ չենք, որ մենք երախտապարտ ենք այն ուժերին, մտքերին, անձանց, խմբերին, ովքեր պայքարում են բացառապես հայի ու Հայաստանի համար։ Մինչև այսօր բոլորս ում աջակցել ենք, բոլորը կռիվ են տվել միմիայն սեփական թայֆեքի շահերի, աթոռի ու իրենց բարեկեցության համար։ Ցույց տվեք ինձ մի ղեկավարի ու ապացուցեք, որ նայելով իր աչքերի մեջ, դուք տեսնում եք սեր ձեր ու ձեր ընտանիքի հանդեպ։ Որ ղեկավարի հայացքում է սերը ձեր հորն ու մոր հանդեպ, որ ղեկավարի աչքերի մեջ եք տեսել սերը ու անհանգստությունը ձեր երեխեքի հանդեպ, ում եք աջակցում, ովքեր բացահայտ տարիներով ձեզ խաբում են, խաբել են ու պատրաստվում են շարունակաբար խաբել, ովքեր հիմա նստած, ես չգիտեմ իրանց աստվածներն ով են, բայց աղոթում են նրանց, որպեսզի հայ ազգը չհամախմբվի ստեղ, որովհետև սա այն պայքարն է, որը միակն է, որ ճեղքելու է այս խավարը, խավարի բանակը իր գեներալներով հանդերձ ու գնա դեպի լույս։ Եկեք չիրականացնենք հայի վատը ցանկացողի, հայ ազգից նեղացվածություն ունեցողների աղոթքներն ու երազանքը։ Բոլորին կոչ արեք, ձեր ընկերներին, բարեկամներին, առանց մի վարկյան անգամ կորցնելու հենց հիմա, այս վարկյանին վեր կենալ գալ ստեղ ու մեր հետ մնալ մինչև սրանց վերջը ու մեր հաղթանակը բավական է։ Հենց հիմա Հայաստանի իրականությունը կերտում է պատմություն, որը կոչված է վերածնունդ։ Մենք բոլորս հիմա, մեկ ասում է կոմայի մեջ ենք, մեկ ասում է, հələ մեզ նայեք, մենք կոմայի մեջ ենք, մենք ոտքի ենք, մենք քայլ ունենք անելու, մենք քայլելու ենք դեպի մեծ հայք, դեպի ոսկեդար, դարպասների բանալին,
կայանում է միմիայն մեր միասնականության մեջ, դժվար է ուղղակի դուրս գալ կանգնել ստեղ ու չունենալով արդյունք, նոր ասել, որ սա հերթական, կուսակցական, չգիտեմ ինչ, եսիմ ինչներ։ Հայ ազգ, դու կարաս գոնե մի անգամ, թեկուզ մտածելով հերթական սխալն ես գործում, բայց կատարես ճիշտ ընտրություն։ Հիմա, այսօր, գաս կանգնես, քո հայի կողքին, որ ուներ բազում հնարավորություններ, թե պաշտոն, թե կուսակցություն ունենալու, բայց այսօր ես կանգնած եմ ստեղ առանց կուսակցության ու առանց պաշտոնի, որովհետև իմ պաշտոնը դա հայն է, իսկ իմ կուսակցությունը իմ հայ ազգը, որ կուսակցությունն է դրանից կարևոր ու ավելին, որ պաշտոնն է դրանից բարձր, ես ուղղակի խնդրում եմ, հայ ազգ, մի քանի ժամ ու մենք կհաղթենք, ընդամենը միացեք, ընդամենը դուրս եկեք, ընդամենը ձեր երազանքը, որ պատկերացնում եք ոնց է ներկայիս իշխանությունը հրաժարական տալիս, ոչ թե մնա ձեր փակ աչքի հետևում, այլ բաց աչքով դա արձանագրեք ու ոչ թե արդեն գոռաք, որ դուք հպարտ քաղաքացի եք, այլ ձեր հայրենիքին խոնար։ Ես իմ հայրենիքի խոնար քաղաքացին եմ, ես ծառայում եմ իմ հայրենիքին ու ձեզանից յուրաքանչյուրը ոչ թե վարչապետ է, այլ Հայաստանի երբեք չզորացրվող զինվորը, ծառայողը։ Այդ հենց խաբեցին բոլորին, որ դուք հպարտ եք, որ դուք թագավորներ եք, որ դուք վարչապետներ եք, ինչի հասակ դուք նայեք, ես բան չասեմ, շարունակենք սենց թագավորությունը, թե դառնանք զինվոր ու ծառայենք վերջապես։ Այս պահից սկսած մենք բոլորս ոչ թե վարչապետներ ենք կամ հպարտ քաղաքացիներ, այլ մեր հայրենիքի խոնար քաղաքացին ենք ու Հայաստանի զինվորը, մեր առաջին ծառայությունը իրականանալու է մեր երդումը պահպանելով, չնահանջելով, եթե պետք է հաց չուտելով, չքնելով, մրսելով, բայց հաղթանակ ու պատմություն կերտելով, մնալ ստեղ, ես վերահաստատում եմ, մենք տուն չենք գնում, ու չենք գնալու մինչև իրար չշնորհավորենք։ Նորից եմ կոչ անում, հայր ջան, նորից եմ խնդրում, ուղիղ կապվեք մարդկանց հետ, գրեք, ով ունի լրատվական կայքերին հասանելիություն, ով ունի նման ռեսուրս, տարածեք, թքած նրանց վրա, ովքեր կարան դրա վրա խնդան, ովքեր կարան չգիտեմ ինչ հորինված փաստերով բաներ փաստարկեն ու չգիտեմ ինչեր անեն, այդ են մարդիկ են, ովքեր ներկա կամ նախկին իշխանությունների ժամանակ լավ են ապրում կամ ապրել ու թքած Հայաստանի վրա, կարևորը մենք լավ լինենք մտածելակերպով հանրությունն է։ Դրա համար հայր ջան, ովքեր կմրսեն, նորից եմ հիշացնում, ի տարբերություն դիրքերում կանգնած զինվորի դուք ունեք հնարավորություն, շատ արագ, գնալ տակ հագնվել գալ, եթե նույնիսկ մոռացել եք, անձրևանոց վերցնել գալ,
կամ խնդրել, որ ուղարկեն, կամ ավելի լավ կլինի վերցնեն ու գան, ավելի կշատանանք։ Բայց տուն գնալ չկա։ Ես շատ եմ հիշում հանրահավաքներ, պահանջներով միտինգներ ու հայտարարություններ, որ մենք տուն չենք գնում։ Ուր են հիմա այդ մարդիկ։ Իսկ մենք մնալու ենք, որովհետև այսուհետ մեր կյանքը միայն էս պայքարն է, որովհետև սա բաց թողնելու դեպքում այլևս երբեք չենք ունենալու հնարավորություն։ Ժողովուրդ, երբեք չենք ունենա։ Իսկ հիմա եթե համախմբվանք, հիմա եթե բոլորը լծվեցին համառությամբ, վճռականությամբ, կեցե լույսը, կեցե լույսը։ Ու այդ համառությամբ եկան միացան մեզ։ Հայր ջան, շատ կարճ ժամանակում ես հանրային կերպով երաշխավորում եմ։ Մենք իրար շնորհավորելու ենք։ Արդյոք չարժի այդ շնորհավորանքի քաղցրությունը, որ գաք ու մի փուճուր նեղություն քաշեք։ Ձրիակերի մտածելակերպը, որ ես պարկեմ դուք արեք նայեմ գամ վայելեմ։ Կոչ եմ անում են մարդկանց, ովքեր ձրիակերության բնավորություն չունեն, այլ ունեն ջիղ պայքարի։ Դուրս եկեք պայքարելու Հայաստանի Հանրապետությունում վերածննդի հեղափոխությունը մեկնարկած է, վերածննդի հեղափոխությունը սկսված է, դուրս եկեք հայեր, առանց նախկին ու ներկայա գալու հզոր ապագան։ Մենք տեսել ենք բոլորի ղեկավարման, կառավարման տարիները։ Մենք տեսել ենք Հայաստանի սուրբ հողի հանդեպ մի 200 մետր ենկոմ, մի 200 մետր էսկոմ առհամարական արտահայտությունը։ Մենք տեսել ենք պետական կարևորագույն օբյեկտների հանձնումը, որպես գույք պարտքի դիմաց։ Մենք տեսել ենք մեր ամենասուրբը կասկածի տակ դնելը։ Մենք տեսել ենք մեր ազգային արժեքների ոտնահարումը։ Մենք տեսել ենք բացահայտ սուտն ու խաբեությունը։ Ուղիղ մեր ինքնասիրությանը կպնող մեզ հիմարի տեղ դնելը ու շարունակաբար ստելը։ Լավ էլ ինչա մեզ պետք տեսնել, որ ուղղակի դուրս գալ պայքարի, որը իշխանության պայքար չի, որը մեր անձերի, մեր թայֆեքի բարեկեցության պայքարը չի, այլ ուղղակի տարիներով չլսված ու արհամարված հայերի, որովհետև հիմա ձեր ժամանակն է։ Ես ուզում եմ, որ Հայաստանը իդեմս իր ղեկավարության սիրի հային այնքան, ինչքան հայն է սիրում Հայաստանը։ Ես ուզում եմ, որ ոչ մի հայ երբեք հիասթափություն չապրի իշխանությունից։ Իսկ այդ իշխանությունը պետք է ձևավորվի հենց մեզանից, հենց ձեզանից ու որպես ծառաներ մաքսիմալ պատասխանատվությամբ բոլորդ ծառայեք հայրենիքին։ Ես ձեզ խնդրում եմ, հայեր, այս պայքարին ոչ մի դեպքում ավարտ չտալ։ Ամեն ինչ արեք, որպեսզի մնաք ստեղ, մինչև այն պահը, որ ոչ թե ես հայտարարեմ, այլ ինքներդ տեսնեք, որ մենք արդեն բավարար քանակության ենք։ Ու դուք զգում եք, որ հստակ տրված եղանակը, նույնիսկ եղանակը մեր միասնականության արդյունքում փոխվում է։
Ժողովուրդ անձրև չկա։ Ու նույնիսկ եթե լիներ էլ, եթե նույնիսկ մի քիչ հետո գա, ցրտի հանուն հայրենիքի, բոլորս մնում ենք ստեղ, ոչ մեկ տուն չի գնում, ընդհակառակը, կանչում ենք մեր տանեցիներին, հարևաններին, բարեկամներին ու հայտարարում եմ նաև բոլորին, ում հետ իրար ներելու խնդիր ունենք, սա ես ասում եմ անձամբ իմ անունից, հանուն հայրենիքի ես ներում եմ ձեզ ու խնդրում եմ ներողություն, բայց միացեք ես պայքարին, ոչ մի անձնական ամբիցիա ավելի կարևոր չի, քան հայրենիքը, ամենից առաջ հայրենիք, հայր ջան, շարունակում ենք համառորեն համայն հայությանը կանչել ու հրավիրել ստեղ, մի զլացեք, մի ամաչեք, մի տատանվեք, մի վախեցեք, սա ձեզանից յուրաքանչյուրի անձնական, կրկնում եմ, անձնական պայքարն է, ու ես հիմա նորից կիչնեմ ու կմիանամ ձեզ ու որպեսի բոլորով անենք ամեն ինչ, որ մարդ դուրս գա, առիթ ունեցել եմ այս նույն հարթակից, ասելու ու երևի կրկնեմ նորից, ներկա ու նախկին իշխանությունները պետք է հստակ հասկանան, որ չարաչար սխալվում են, երբ մտածում են, որ այս ազգը հիմարա, քնածա, չի հասկանում կամ անինքնասերա։ Մենք պետք է բոլորին ցույց տանք, ինչ, որ մարդ կա, հայր ջան, մարդ կա, մարդ կա, մարդ կա։ Քիչ հետո ես նորից կմոտենամ խոսափողին, դուք եք հասկանում, ես էլ ձերպես մի սոհարուն եմ, երկար չեմ կարող խոսամ։ Ու հիմա իմ նպատակը խոսալը չի, որովհետև եթե դուք ստեղ եք, այն ինչ ես պետք է ասեմ, մեծամասամբ բոլորդ գիտակցում եք, գիտեք, ճանաչում եք ու հասկանում։ Մնում է ուղղորդում, ես դա անում եմ տվյալ պահին։ Հենց առայությունը, որ պետք է մատուցվի հայրենիքին, դա բոլոր տեսակներով 24 ժամյա ռեժիմով մարդկանց կանչելն է ստեղ, ովքեր ունեն հարցեր, կասկածներ, չգիտեմ, անտեղյակություններ, ես 24 ժամ լինելու եմ ստեղ, ես չեմ քնելու, որքան էլ որ սա տևի, ինձ Աստված ուժ տալիս է, հանուն իմ հայրենիքի, նույնիսկ մի ամիս պայքարելու առանց ոչ մի բան, ու ես պայքարելու եմ, որովհետև ի տարբերություն Նիկոլի, ես մենակ եմ, ու կոչ եմ անում ինձ միանալ այն մարդկանց, ովքեր ևս մենակ են, բոլորս, ովքեր պատրաստ ենք մենակով պայքար տանելու, համախմբվում ենք ազատության հրապարակում, դրանից ավելի հզոր, զորք, գոյություն չունի, համայն հայության կոչս, հենց հիմա, հենց հիմիկվանից սկսած, 24 ժամյա ռեժիմով, շարունակաբար, զանգվածաբար, դուրս եկեք, ու վերջապես Դավիթ բեկաբար, ու եկեք ազատության հրապարակ, այս պայքարը դատապարտված է հաղթանակի, մի կոտրեք են հնարավորությունը, որը ձեզ էլ է տրված Աստծուց, ցանկացած Աստծու տրված հնարավորությունը բաց թողելը դա ուրացումն է ձեր կողմից շնորհ ու հնարավորություն ստանալու տարիներով ուրացանք ու հասանք մեծագույն կորուստների ժամանակն է օգտագործել ամեն մի հնարավորություն ու կերտել հաղթանակներ որոնցով կպարծենան մեր ժառանգները
Ինչ են պատասխանելու մեր երեխեքին, երբ որ ասեն, իսկ դուք ինչ եք արել Հայաստանի համար։ Ինչ եք ասելու։ Facebook-ով լայվեր էին նայում, թե լայվեր էի անում։ Ժողովուրդ, ինչ ենք պատասխանելու։ Թե ով մեր բանին է, կուսակցությանը դեմ էր, ջղային կամ խնդալու սմայլիկ էի դնում։ Հայաստանը մանկապարտեզ չի։ Հայաստանը զորանոց է։ Հայ զորք, խնդրում եմ ոտքի կանգնի։